Բարև ձեզ, ես Ժամհարյան Մանեն եմ, սովորում եմ Երևանի Պետական Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսում։ Ներկայացնեմ օրթոդոնտիկ բուժման արդյունքում առաջացած բարդությունները։ Ընդհանրապես օրթոդոնտիկ բուժման ընթացքում եւ նրանից հետո առաջացած սխալները եւ բարդությունները կարելի է ստորաբաժանել երկու խմբի՝ իատրոգեն, այսինքն բժշկի պատճառով առաջացած բարդություններ եւ պացիենտի պատճառով առաջացած բարդություններ։ Առաջին խմբի մեջ օրինակ կնշենք պերիոդոնտիտը։ Հիմնականում առաջացող բարդություն, որի պատճառը սխալ ուժով ատամների տեղաշարժն է։ Նույն պատճառով կարող առաջանա արմատների ռեզորբցիա։ Հոդի հետ կապված խնդիրները առաջանում են օկլյուզիոն փոխհարաբերության խախտման հետևանքով։ Դիզօկլյուզիայի պարագայում հոդագլխիկը փոխում է իր դիրքը հոդափոսիկում, առաջանում են ցավեր քունքսդորձնոտային հոդում, բացելուց խրթոցներ, եթե ունենք որևէ ախտաբանական վիճակ հոդում, դա չի կարող չարտահայտվի ծամիչ մկաններում, այսինքն ունենում ենք ծամիչ մկանների սպազմ, տրիզմ, առավոտյան ցավեր, հոգնածություն, այդ ամենը կապված է սխալ օրթոդոնտիկ բուժման հետ, որը կարող է արտահայտվի ինչպես բուժման ընթացքում, այնպես էլ բուժումից ամիսներ կամ տարիներ հետո։ Ռեցիդիվի պատճառ նույնպես կարող լինի բժշկի կողմից թույլ տված սխալը, սխալ տեղադրված կամ անբավարար կամ սխալ եղանակի ընտրված ռետենցիայի մեթոդ։ Ռեցիդիվի պատճառ կարող հանդիսանալ նաև հիվանդի կողմից թույլ տված սխալը, օրինակ բժշկի նշանակումները չկատարել եւ ռետենցիոն կապաները ճիշտ ժամանակահատվածներում չկրել։ Պացիենտի կողմից թույլ տված սխալներից հիմնականը հիգիենայի չպահպանելը։ Մեծ ուշադրություն է դարձվում հիգիենայի ուսուցմանը, որովհետև բրեկետ համակարգը կրող պացիենտի հիգիենան տարբերվում է սովորական բերանի խոռոչի հիգիենայից եւ դրա չպահպանմանը հանգեցնում է ատամնափառի կուտակման, ատամնաքարի առաջացմանը, որը հանգեցնում է ամենահաճախ առաջացող բարդության գինգիվիտ, ինչպես նաեւ պարադոնտիտ, պերիոդոնտիտ,